Ըստ մեր հանապազորդ դուր մեզ այսօր։ Այդ 4-րդ խնդրանքն է աղոթքի, որը այդպես ասած ամենամարտկայինն է առաջին տեսանկյունից, ամենակենսաղայինն է, ամենաաշխարհիկ խնդրանքն է, եթե ուզում եք բառացի հասկանալ։ Ինչու որտեղ մարդը ամեն օր սնվում է եւ այդ սննդի պարգևողը եւ Տերը Աստված է։ Հիսուս Ղուկասի ավետարանում շատ կարևոր մի նշում է անում, ասելով որ մի խնդրեք միայն այն ինչ որ ուտել կամ ինչ որ հագնել, որտեղ այդ ամբողջը խնդրում են միայն հեթանոսները։ Դուք փնտրեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, եւ այդ ամենը կտրվի ձեզ։ Այդ իսկ խոսքերից բարձ է դառնում, որ միայն երկրավոր եւ նյութական հացի մասին խնդրելը բավական չէ։ Հիսուս ինքը իր մասին ասում է Հովհաննես ավետարանի 6-րդ գլխում, որ ես եմ հացն կենաց, ես եմ կյանքի հացը։ Ձեր հայրերը կենան մանանան, անապատում եւ մեռան, իսկ ով ուտի այս հացը չի մահանա։ Հիսուսն է ճշմարիտ հացը եւ ամեն անգամ խնդրելով մեր հանապազորյա հացը մենք խնդրում ենք, որպեսզի Հիսուս մեր կյանքում լինի։ Հացը նաեւ Աստծո խոսքն է, ինչպես Աստծո որդին է, լոգոս Աստծո խոսքը, այդպես եւ Աստվածաշունչը Աստծո խոսքը մեր հոգեվոր հացն է։ Եվ Քրիստոս փորձվելով անապատում չարից սատանայից ասում է, որ գրված է. ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով դուրս է գալիս Աստծո բերանից։ Եվ մեզ անհրաժեշտ է այդ խոսքը, որպեսզի չարի կողմից մենք չփորձվենք։ Ամենամեծ փորձությունը, որ մարդը իր կյանքում անցնում է, դա այն փորձությունը, որ Հիսուս անցավ անապատում։ Օրվա հացի, այսինքն սովի փորձանքներ, գայթակղության, փառքի եւ Աստծուն գայթակղեցնելու, այսինքն այն 3 հանգամանքները, երբ մարդը կարողանում է սայթակել, եւ առաջին հենց հացը, մարդիկ շատ անգամ իրենց հոգեվոր հացը ծախում են իրենց նյութական հացի համար։ Մարդիկ նախընտրում են նյութականը, նախընտրում են այս տեսանելի հացը, մի կողմ թողնելով ամենակարևորը, առանց որի չի կարող ապրել մարդու հոգին։ Ինչպես մեր մարմինները ապրում են նյութական սննդով, այդպես է մեր հոգին անհրաժեշտություն ունի ամեն օրյա հոգեվոր սննդի։ Այդ իսկ պատճառով մենք ամեն օր խնդրում ենք, ամեն օր Աստված մեզ պարգևում է հոգեվոր հացը։ Իր խոսքի տեսքով, ամենակարևորը սուրբ հաղորդության տեսքով։ Ամեն պատարագին մենք ճաշակում ենք Հիսուս Քրիստոսի մարմին եւ արյունը, որը մեր հոգեվոր հացն է։ Նյութական հացի տեսքով մենք ճաշակում ենք հոգեվոր հացը Հիսուսի մարմին եւ արյունը եւ խնդրում ենք որպեսզի միշտ արժանի լինենք ինչպես մենք Աստծո կողմից արժանանում ենք նյութական օրհնությունների մենք պետք է ջանք տապենք որպեսզի արժանանք հոգեվոր օրհնության եւ չմնանք այդ անտեսված վիճակում երբ միայն ցանկությունները կան պահանջները կան հոգեվոր քաղցը հագեցնելու բայց հնարավորությունը չկա մարդկանց բոլոր խելագար ցանկությունները որոնք այսօր շատ տարածված են թե համացանցում թե մեր տեսանելի աշխարհում գալիս են մարդկանց հոգեվոր քաղցից մարդը ունի ինչ որ ներքին խորը պահանջ եւ դա հագեցնելու համար տարբեր միջոցներ է կիրառում թե հաջողիկի տեսքով թե ինչ որ սոցիալական մեդիայում բոնուսներ հավաքելով եւ այլ միջոցներ կան որոնք մի կողմից մարդուն արժանային հագեցնում են բայց խորքի մեջ դա աղի ջուր է որ մարդը խմելով ել ավելի է ծարավում այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք ճշմարիտ հոգեվոր հացը այդ հացը ոչ միայն հագեցնում է դա տալիս մեզ խաղաղություն եւ դու ունենում ես Աստծո այդ ճշմարիտ հարաբերություն եւ դու ունենում ես Քրիստոսին քո մեջ դու ունենում ես խաղաղություն եւ այդ խաղաղությունը այս աշխարհից չէ այդ խաղաղությամբ դու հզոր ես Տիրոջով դու հաղթահարում ես ամեն մի փորձություն